Թրամփը պահանջում է, որ Իրանը հանձնվի առանց նախապայմանների, unconditional surrender, կամ կասեն ռուսները բեզագավորочная կապիտուլյացիա, հա, ասենց։ Մեծ նորություններ, մեծ նոր փոփոխություններ Թրամփի ուրեմն մտքի զարգացման մեջ, այսպես ասենք, Իրանի հարցում գոնե։ Երկրորդ բանը, որ ինքը ասել է, որ ինքը վերապահում է իրեն Իրանի հաջորդ սուպրիմ լիդերին ընտրելը։ Վաու։ Իրանի գլխի մեջ, արդեն Իրանի եմ ասում, Թրամփի գլխի մեջ, կարծես թե սա սկսում է վենեսուելական տարբերակի ինչ-որ ձևեր ստանալ, այսինքն երկիրը հանձնվում է, ինքը որոշում է ով է լիդերը լինելու և Իրանի նավթն ինչ պիտի ումտի ծախվի, ինչպես պիտի լինի։ Սա պատահական չէր, բնականաբար, ինչ-որ բան արդեն կատարվում է, այո, առավոտյա TV շոուերից մեկում ինչ-որ սենատոր նույնիսկ սկսեց խոսալ նրա մասին, որ հա, դե մենք չենք կարող ասել, թե ինչքան կտևի այս պատերազմը, կարող է շատ երկար տևի, չենք էլ կարող բացառել, որ կարող է պետք կլներ ինչ-որ գետնի վրա զորք ունենալ, ինչ-որ դա ինչ է նշանակում ոչ ոք չասեց, ինքը դա չասեց, թե արդյոք ինչ-որ հատուկ օպերացիա է լինելու, ինչպես ասենք, թե եղավ բանում, Վենեսուելայում, ինչ-որ կարող է զենք պետք է հասցնել ապստամբներին, թե պետք է ինչ-որ մի բան պայթացնել կամ ինչ-որ մի մեկին սպանել եւ այլն, թե ավելի լուրջ բանի մասն է, բայց գոնե պարզ է, որ ռազմաքաղաքական շրջանակներում սենց բան խոսացվել է, թե չէ, այնպես չէր ասի։ Մեծ փոփոխություն, այո, իհարկե, բայց պարզ է, պատրաստում են։ Սրանից բացի շահը, ես շահ եմ ասում ոչ թե Թագար Ժառանգը, ուրեմն իր հաղորդումը վերջին դուրս եկավ նորից եւ խոսած նրա մասին, որ transitional government արդեն անցողային կառավարություն են ստեղծել են իր ղեկավարությամբ իրանական բանակի այն մասի հետ, որոնք արդեն անջատվել են կամ անցել են իր կողմ, ասենց ասած, այս ձևով։ Դրվում է հարցը, սա մեծ բան է, ինքը իր ջարի մեջ, հեռուստատեսային ելույթի մեջ, նույնիսկ կոչ արեց պարսկական ծոցի երկրներին, արաբական երկրներին ճանաչել այդ կառավարությունը։ Սա էլ շատ կարևոր էր, հավաստիացրեց, որ Իրանը կվերադառնա նորմալ ժողովուրդների շարքը, ինչպես իր հոր ժամանակ, որ լավ հարաբերություններ ուներ արաբական երկրների հետ, ինքը նորից հաստատի այդպիսի լավ հարաբերություններ, քանի որ այդ բոլոր փիս խաղացողները այս շրջանում արդեն չկան, Ասադը գնացել է, Իրաքում չգիտեմ Սադամ Հուսեյն չկա, Պարսկաստանի թշնամին եւ այլն, ամեն ինչ լավ է լինելու։ Ինքը նաև ռեժիմին մոլաների կոչեց տերորիստական ռեժիմ, որը հարձակվել է արաբական երկրների վրա ու մեկ-մեկ թվարկեց բոլորին, որոնց խփել էր, ասաց, որ դա մենք իհարկե վատ բան են արել, պետք է չաներ, մենք պետք է այդ ռեժիմից ազատվենք, քանի դա պետք է շարունակի այսպիսի բաներ, ինչքան Պարսկաստանը առաջադիմական երկիր է եղել ժամանակին, այդպես էլ հիմա շարունակի, դեպ ասեմ առաջադիմական գործի մեջ այո եղել է, որովհետև շատ վաղուց նույնիսկ կանանց քվեարկելու ձայն էր տվել, ամբողջ շրջանում առաջիններն է եղել, եւ ընդհանրապես քվեարկելու ժողովրդին հնարավորություն էր տվել, ասում են նույնիսկ Շվեյցարիայից առաջ կանայք սկսել են այնտեղ քվեարկել։ Համենայնդեպս եւ ամեն ձևով փորձեց վստահեցնել արաբական իր հարևան երկրներին, Սաուդի Արաբիային հատկապես եւ այլ, որ մի վախեցեք, ես որ գամ ոչ մի վատ բան չի լինելու, մենք թշնամիներ չենք լինելու, մենք միասին շրջանակը հարստացնենք, լավ կլինի։
երևի շտապում է արդեն ժամանակն է, որտեղ remote control-ով երկիր չես կարող կառավարել եւ եթե արդեն խոսքը գնում է Միացյալ Նահանգներից Թրամփի կողմից, որ այնտեղ կապիտուլյացիա պետք է լինի եւ բանակի ինչ որ մասը անցել է շահի կողմը, արդեն պարզ է։ Իրանի կոնսերվատիվ կուսակցությունը ստեղծվել է նորից, ուրեմն the Conservative Party of Iran, հա, պահպանողական կուսակցությունը, հա, որը փաստորեն կոնստիտուցիոն համանդրական թակավորական իշխանության կողմնակից է։ Դա էլ արդեն փաստորեն քաղաքական նոր ուժի մասին ենք խոսում։ Սա նոր ապստամբներ չեն, որոնք միայն ցուցարարներ էին երեկվա եւ ոչ մի բան չկա, մեկ կուսակցություն գոյություն ունի, որը եւ քիչ թե շատ պարզ քաղաքական ինչ որ ուղղություն է հետևելու, այսինքն կոնսերվատիվ եւ պրո սահմանադրական թակավորություն։ Եվ թակավորն էլ ասում է ես այս տրանզիցիոն կառավարությունը արդեն ստեղծել եմ, դի ղեկավար եմ, միջև որ մենք քվեարկենք, տեսնենք ինչ իրական տեսք ունենալու ապագա մեր կառավարությունը, այսինքն դա չեմ ասում որ սա է լինելու, չեմ ասում ես եմ անելու, բայց գոնե կոնկրետ գետնի վրա ինչ որ բան կա արդեն։ Այդ գետնի վրան իհարկե հարաբերական ձևով եմ ասում, այդքան քանի ինքը դեռևս Վաշինգտոնում դա շատ գետնի վրա չի, բայց այն հանգամանքը որ բանակի ոչ բարձր բանակ եմ ասում, ոչ թե IRCG որ կառավարում է երկիր իրականության մեջ մոլաների ոնց որ ասում են օրտնության ներքո, հա, բայց բիզնեսների կեսը իրանց տա պատկանում եւ որով իրենք եւ ֆինանսավորում են իրենց ամբողջ աշխարհում իրենց գործունեությունը Հեզբոլայի եւ ռուսական բոլոր նաեւ երկրի մեջ տալի է հերթին։ Հիմա մի խոսքով այս երկու հետաքրքիր բաները եղան Ամերիկայից Թրամփի կողմից, այսինքն որ պիտի նա լրիվ հանձնվի Իրանը առանց պայման նախապայմանների, երկրորդը որ պիտի ինքը ընտրի լիդերին եւ երրորդը շահարթեն կուսակցությունը սարքել եւ փաստորեն կառավարությունն հիմա այսօր կառավարության մեծ մասը միգուցե նեղ չի կամ նեղա, բայց վստահ արդեն մի քայլ եղավ, մինչև հիմա պարզ էր որ առանց դրա չի լինի, առանց այդ բանի։ Ուրիշ զարգացումներից մեկը նա որ ՆԱՏՕ-ն շատ հետաքրքիր, շատ նուրբ, բայց զգալի քայլ արեց։ Ուրեմն նախ ոչ մեկը չուզեց մասնակցի այս պատերազմին, ի տարբերություն ասենք թե Իրաքի կամ Աֆղանստանի պատերազմներին, ասելով որ դա մեր պատերազմը չի, ոնց մտել ես մեջը հենց դուրս արի, հա, բայց մենք մնում ենք ՆԱՏՕ եւ պատրաստ ենք իրար պաշտպանելու նրանց, որոնք ուզում են, նրանք որոնք համարում են իրենց անդամ եւ դե յուրե կան անդամ անշուշտ։ Ինչի մասն եմ խոսում, երբ որ Իրանից հրթիռներ ընկան բանի վրա, Կիպրոսի վրա, Կիպրոս ասելով Կիպրոսում գտնվող բրիտանական ավիաբազայի վրա, իսկույն ոչ միայն Բրիտանիան սկսեց նախ ուղարկեց ռմբակոծիչներ, կործանիչներ այդ բազան պաշտպանելու համար, այլ նաև Ֆրանսիան ուղարկեց դեռ չի հասել իր միակ ավիակիրը, որ Բալտիկ ծովում էր այնտեղ ռուսական տանկերներն էր եւ ռազմական նավերին էր խելոք պահում, ճշված։ Հիմա ճամփա է անգել դեպի միջերկական, բայց նաև հետաքրքիր ձևով ուրեմն Իսպանիան եւ Իտալիան էլ ասեցին մենք գալիս ենք այնտեղ մեր ՆԱՏՕ-ի ընկեր Բրիտանիային պաշտպանելու Կիպրոսում։ Գերմանիան ասաց ես ուժ չունեմ ոչինչ անելու, իհարկե, պարզ է, բայց այդ իմաստով ծովային որպես ուժ երկրներ եւ Իտալիան եւ Իսպանիան, դե Բրիտանիայի մասին չեմ խոսում, էլ Ֆրանսիաների ամենաուժեղն է իրանցից, բնականաբար այդտեղ եկան խառնվելու։ Թուրքիայի ձենձուն չկա, հələ որ Թուրքիան միայն ասաց, որ իմ դեպի իմ կողմը կրակած հրթիռը մեծագույն ձեր սխալներ, որը խփեցին իրանք։ Մեկ էլ տենց բանանեք վատ կարող է վերջանա,
Պարսկաստանը ասեց ես չէի, այդ ես չեմ, նույնը ասեց Ադրբեջանի վրա կրակած այդ իրենց անօթաչու սարքերի եւ ֆրտիների վերաբերյալ, որ այդ մենք չէինք, դա Իսրայելն էր, պրովոկացիա էր դա, եւ բայց դե կապ չունի, Ադրբեջանը չընդունեց այդ բացատրությունը, ասպես ասած, եւ սահմանի մոտ ակաշել հրետանի եւ այլ ուժեր, մի հատ վիդեո կար, որ երկաթգծով ահագին ռազմական տեխնիկա են տանում եւ այլն, այս էլ այդ բանի Պարսկաստանի վիճակը լրջացել է, արդեն ծովային ուժերի իմաստով էլ բան չմնաց, արդեն 30-ից ավել նավ են խփել, ներառյալ իրենց միակ այսպես ասած ավիակիրը, հա, այսպես փոքրիկ մի հատ երկրորդ համաշխարհայինի ժամանակվա չափերի փոքրիկ ավիակիր ուներ, որից միայն անօթաչու սարքեր են տրնում, այսպես ասած օդանավներ։ Էդ էլ խփեցին դեղ հայրում էր բան, էդ էլ ասեմ, որ անօթաչուների մեջ Իրանը բավական առաջընթաց ունի, մինչև հիմա այնքան կարողացել զարգացնել այդ ուժը ռազմական, որ կարողացան խփել Իսրայելին անցնելով 5 շերտ հակաօդային պաշտպանություն։ Ինչ որ գնում է դեպի Իսրայել Իրանից, նախ օդում խփում են ծովային ուժերը, Պարսից ծովում ամերիկյան։ Հետո Իրաքի վրա ամերիկյան հակաօդային այդ պատրիոտներ բաներ կան, նրանք են գործի անցնում։ Հետո Հորդանանի վրա, երբ որ հասնում է Հորդանանյան հակաօդային ուժերն են ընդեղից կրակում։ Հետո երբ որ մտնում է արդեն մոտենում է Իսրայելին, միջերկականում կանգնած ամերիկյան ուրեմն այդ ավիակիր խումբն է այնտեղ, որ դրանց վրա կրակում է, այլ չասեմ այնտեղ մյուսներն էլ որ կա, եւ վերջապես Իսրայելը իր հայտնի 3 շերտ հակաօդային պաշտպանություն ունի, այդ Iron Dome-ը մեկն է, այդ երկյա եւ այլն, դրանք բալիստիկ հրթիռների դեմ իրանք ունեն առանձին պաշտպանական ուրեմն հովանոց ասենք, հա, եւ միջին հեռավորության հրթիռների համար եւ ավելի փոքր կարճ հեռավորության հրթիռների համար պաշտպանություն։ Եվ կարողացել են այս բոլոր շերտերը կտրել անցնել եւ շնորհիվ մասամբ դրա համար, որ սկսել են փայտից սարքած անօթաչու սարքեր ուղարկել, որը ռադարի ալիքները չի արտացոլում, այսինքն ռադարի վրա չի երևում այդքան, այլ իր մեջով անցնում է այդ ռադարի այդ ալիքները եւ կամ ծծվում է իր մեջ, ոչ թե դուրս է հետա գալիս, այսինքն չի տեսնում ռադարի վրա։ Մի խոսքով այդ ձևով են կարողացել խոցել այդ հայտնի իսրայելական հակաօդային այդ բոլոր պաշտպանության միջոցները։ Նույնիսկ գործը այնտեղ հասավ, որ արդեն եւ եվրոպացիները եւ ամերիկան խնդրեց, որ ուկրաինացիները դուք այս գործի մեջ լավ եք, այնտեղ կարողանում եք 7-8-900 ռուսական շահեդներ խփեք, հա, այդ իրանք տարբերություն են տալիս եւ ավելի փորձառու եք, նրանք էլ Զելենսկին ասեց, այո, մենք խնդրեմ չունենք, պետք լինի կգանք եւ կօգնենք, սովորացնենք եւ կտանք տեխնիկան, այդ էլեկտրոնիկ հակա անօթաչու սարքերի համար, որի ռադիո կապը կամ արբանյակային կապը խանգարելու այդ միջոցներն ունեն իրանք, դրանով են անում շատ բան։ Մի խոսքով այդ էլ իր հերթին։ Ինչ որտեղ Ամերիկան իրան էս մենակ զգաց պաստորեն եւ հասկացավ, որ իսկապես գետնի վրա մարդ չունենալ դա վատ բան է։ Նոր կլասիկ բան եմ ասում, այսինքն կլասիկ ռազմական գիտության մեջ բարձ է, դուք միայն օդային ուժերով չես կարող պետք է գետնի վրա զինվոր ունենաս, հա, ասենց ասածից boots on the ground են ասում, կամ սապոգը պետք է դրվի այնտեղ հետևակի, որպեսզի պահես այդ բանը տեղը գրավես ու պահես, որ ամերիկան իհարկե չի ուզում, ոչ ոք չի ուզում այդ բանը անի, այդ մեծագույն վատ բանը կլինի, եւ
դրա համար շուրեկան ասեցին ով կա այնտեղ, որ ինչ որ մի բան ունի, որտեղ էս ապստամբները զինված չեն։ Ասին դե քրդերը փոքան այնտեղ, քրդերն էլ մյուս կողմը կռվել են շատ, փորձառություն ունեն, զենք ունեն, եկեք իրանց հրավիրենք, թող գան։ Մենք էլ ասեցին, մենք տեսանք վերջի անգամ մեզ ոնց դավաճանեցիք, չեկաք պաշտպանեցիք, պաստորեն Թրամփի ռեժիմը, ասենց ասենք Թրամփի ռեժիմը, Թրամփ համարյա կարելի ասել, հա, որտեղ այդպես եւ ասին ոչ մի քիչ ավտոմատ բան երևի անցնում է գախնի, բայց կալաշնիկովներ եւ այլն, բայց դրանով խնդիր չես լուծի, որովհետեւ հո սահմանից չեն գնալու քուրդերը գնան Թեհրանը գրավեն, IRCG-ին դուրս հրավիրեն, մոլաներին գցեն, հետո ինչ կասելու, ինչ են անելու։ Այսինքն ոնց են պատկերացնում էլի, այսինքն այդ մոմենտը։ Եվ ինչ հետո պիտի չուզեն անկախություն։ Իսկ դա ոչ մեկը չի համաձայնի դրան հենց բանում Պարսկաստանում, որ տենց բան լինի, ել չեմ ասում արտասահմանում դրսում։ Մի խոսքով էս մի հատ շատ հիմար վիճակ են ստեղծել, որի հետևանքն է, որ իսկապես խփելը հեշտ է, բայց ռմբակոծելը։ Դու կարող ես այնքան թուլացնես ռեժիմը, որ մարդիկ կարողանան ոտքի կանգնեն եւ հաղթեն։ Հիմա ռեժիմը մոլաների համարում է, որ չես կարող։ Հա, դու կարող ես իմ օդային ուժերը բոլորին ոչնչացնես, փաստորեն, հակաօդային ուժերն էլ հետը, եւ ծովային ուժերը։ Բայց ասեց իրենց արտգործնախարարը, որ մենք սպասում ենք ձեզ։ Մենք էլ խոսալու բան չունենք։ Արդեն Թրամփը ասել է, որ խոսալու բան չունենք, բայց ինքն էլ նույն բանը ասեց, որ իբրև դուք եկեք հլը տեսնենք գետնի վրա ոնց եք կռվելու։ Դե հիմար բաներ է ասում, բայց պարզ է։ Հաշիվը դրա վրա է, որ դուք հսկա երկիր 99 միլիոն մարդ եւ այլն չես կարողանալու գրավես, որ ճիշտ է, այդ պետքանը պարզ է։ Համենայն դեպս այս բանը հնչեցրեց, հա, այս հասկանալի է, որ թե ինչ են մտածում ռեժիմի մարդիկ։ Մյուս կողմից էլ պարզ է, թե ինչ են մտածում Իսրայելում եւ Ամերիկայում։ Մենք ասում են, օքեյ, դրա պատասխանը ինչ էր, որ մենք ռազմամթերքի պակաս չունենք։ Մենք շարունակենք խփել այնքան ժամանակ, ինչքան պետք է։ Մենք կսպանենք այնքան IRCG կամ լիդերներ, մոլաներ եւ այլ, ինչքան որ պետք է։ Կարանք մենք սա շարունակենք անվերջ։ Այդ բառերով էլ ասեցին մարդիկ։ Պաշտպանության նախարարը։ Որովհետև նաև վախկար, որ ես շատ թանկ ես զոնքերը երբ են վերջանալու։ Շատ պարզևով ասեցի, որ վերջանալու հարց չկա, որովհետև քանի որ արդեն օդային տարածքը մենք տիրապետում ենք լրիվ, հակաօդային հարվածներից չենք վախենում։ Մենք կարող ենք այն էժան ռումբերով խփենք, 70-ականներից մնացած 100,000-ներով մի քանի միլիոն արցին դամ բամ են ասում 500 պաունդանոց, որոնք պարզ գրավիտացիոն, հա, ռումբեր են գցում ես, գնում, պարզապես իրանց խելացի են սարքել, իր այդ ռումբի քթի վրա դրել են մի հատ լեյզեր, ինչ են ասում, թիրախային, հա, ասենք սարք, հա, աչք, ասենք կոպիտ, եւ իր մի քիչ էլ իր թրիչկը կառավարող պոչին բան են կպցնում եւ շատ էժան է համատաբար այդ ռումբը գցում ես ինքը ինչի վրա որ դու օթանավից լեյզերով թիրախը նշանակում ես ինքը դրա վրա է գնում շատ ավելի էժան է սա քան թե ասենք եթե դու թամահակ cruise missile-ներով խփես կամ չգիտեմ ուրիշ 2-3-6 միլիոնանոց հրթիռներով բանալով իր ասածը սա էր, որ մենք սա կարող ենք այս ռմբակոծումները շարունակենք ինչքան պետք է, դա պրոբլեմ չի մեզ համար։ Սա է պատասխան Իրանի, որ եկեք տեսնենք ինչ ենք անում։ Ուրեմն ամերիկյան տեսակետից այսօրվա դրության հիմա եւ ռեպուբլիկանների մոտ հասկանալի է, որ իրանք խնդիր ունեն Թրամփը խնդիր ունի, որտեղ դեմոկրատները անդադար ասում են, որ դու սահմանադրությունը խախտում ես այս պատերազմը անելով։ Պատերազմ հայտարարելը դա կոնգրեսի իրավասության մեջ է մտնում, ոչ թե քո առաջի հոդվածով, հա, իրանց հապատկանում։
Եթե դու ինչ-որ երկրի նկատմամբ սպառնալիք ա եղել եւ դու արագ պետք է ինչ-որ աշխատանք տանես հարված 10 ինչ-որ մի հարցակողի վրա, դու այդ կարող ես իհարկե անել, հենց հետո պետք է գաս կոնգրեսին բացատրություն տաս եւ թույլտվություն ստանաս շարունակելու պատերազմը, այսինքն դու ունես մոտ 2 ամիս ինչ-որ ժամկետ ես բոլորը անելու։ Իրանք ուզում են ասեն դա մեր վրա հարցակում էր, եթե մենք չանեինք վատ է լինելու, դա մենք ստիպված արեցինք, որտեղ Իրանը պատրաստվում էր արդեն ոնց որ անցյալ անգամ բացատրեցի այնպիսի զենքերով զինվել հակաօդային եւ հրթիռային, որ մենք այլևս չկարողանայինք իր միջուկային ամբիցիաները կանխել, այսինքն նա այնքան արդեն ուժեղ կլիներ հակաօդային եւ հրթիռային ուժերով, որ իր միջուկային ռումբերի ծրագրերը արդեն չէին կարողանա կանգնեցնել։ Եվ դա մեր ազգային անվտանգության նկատմամբ դա սպառնալիք էր, ստիպված եղանք հարձակվել։ Մենք ասում են մեզ լոլով մի կարթա իզուր տեղը, այդ բոլորը հասկանում ենք, դու պարտավոր ես բան։ Եվ մի հատ ռեզոլյուցիա անցկացրին, որ օրենքի նախագիծ դրվեց կոնգրեսում դեմոկրատների կողմից, որ ստիպեն պրեզիդենտին պատերազմը նախ կա թույլտվություն ստանա, եթե պիտի շարունակվի, թե չէ, մենք կասենք պիտի շարունակի, թե չէ։ Երկրորդ այս արածը ընդունենք, որ դու սխալ ես արել։ Ռեպուբլիկանները էսի վետո արեցին փաստորեն բանում, սենատում, եւ դա իհարկե օրենք չդարձավ, չհասավ White House։ Բայց սա ցույց է տալիս ինչ տրամադրություններ կան ամերիկյան կոնգրեսում եւ պարզ է դառնում, որ այստեղ ապագան այդքան էլ գեղեցիկ չի նկարվում, հա, ասենք թե բանի համար, ադմինիստրացիայի համար, Թրամփի համար, կախված թե սա ոնց կգնա։ Ոչ ոք, ոչ դեմոկրատները, ոչ ռեփուբլիկանները չեն ասում, որ այս ռեժիմը ինչ-որ լավ է կամ չգիտեմ, սխալ բան կլի, եթե մենք իրանց հանենք ընդեղից, բան, դրա մասին խոսք չկա, նույնիսկ օրենքի մասին այստեղ խոսքը գնում, ամերիկյան օրենքի, մեկ խոսում են միջազգային օրենքի մասին, բայց անպայման նշելով, որ այս տերորիստ ռեժիմը, սա վայրենիներ են եւ ոչ մի ձևով սա շարունակելը, սրանց ոնց ասեմ, գոյությունան շարունակությունը օգտակար չի որևէ մեկի համար, հա, ասենց ասած չենք խղճում մենք իրանց, ասում եմ ոչ մեկը իրանց բառն եմ ասում, արդյունք չի թափելու, եթե այդ Խոմեյնին են սպանել կամ չգիտեմ ուրիշ IRC-ի ինչ որ գեներալներ են սպանել եւ այլ եւ այլ, դրա մասին խոսք չկա անգամ։ Իհարկե քաղաքացիական մահերը ոչ ոք չի ուզում եւ անընդհատ հիշեցնում եմ, որ այն դպրոցը որ բակուցել եք, դա լավ բան չի, պատասխան պիտի տակ ոնց ա եղել։ Դիակ պատասխանը որ տալիս են, ասում են դեռ բան ենք անում, ինչ են ասում, քննում ենք այդ հարցը հասկանալու համար ով արել եւ ինչպես է արել այդ սխալը, հա։ Չեն ուզում ասել, որ արդեն մենք ենք արել կամ ով արել։ Իրականում իրանք դիտման պարատ չեն ունի բնականաբար հիմար բան կլներ տես բան անելը, բայց չեն էլ ասում թե ընդունեն իրենց ներ պատասխանատվությունը թե չէ։ Ասենք ինչպես օրինակ Իսրայելը շատ արագ պատասխանեց, որ մենք չենք։ Հիմա կարող էին իրանք էլ ասեին, եթե իրանք չէին, վստահ եմ կասեին, հիմա տեսնենք։ Իսկ ինչ մնում է ռեժիմին, ոչ ոք դրա համար արդյունք չի թափելու եւ այո, կողքից կարող է ինչ-որ շենքերի կպնի բանման, էդ էլ չեն բան ասում։ Ասենք, այստեղ պարսիկները փողոցներում ուրախանում են, երբ որ հենց Պարսկաստանում չեմ խոսում Սփյուռքում, հա, ասենք թե ուրախանում են այնտեղ, երբ որ տեսնում են ինչ-որ ռումբ անգնում IRC-ի շենքի վրա կամ իրենց բազայի վրա կամ ինչ-որ տես մի բան։ Այդտեղ իրանց մոտ պարզա ոչ մեկը սուտ հայրենասիրություն են, որ իբրե թե պիտի պարսիկ ժողովուրդը, ասենք Իրանի ժողովուրդը վրթովեր, որ մեզ վրա հարձակվել են դրսից բան, չկա այդ բանը, բոլորովին չկա։ Ռեժիմի մարդիկ պարզա որ չեն ուզում, բայց որ ռեժիմի մաս չի, որ 47 տարի տառապել է, հատկապես կանայք, հա, ասենք թե մեկը պետք է իրանց էլ խղճա վերջին հաշվով, հա, որ այսքան տարի պետք
պետք է մեկ քիչ մտածես այդ մարդկանց տեսակետից նայվի ես խնդրին։ Իրանք բոլորովին էլ դժգոհ չեն, որ հիմա ինչ որ օտար ուժեր հարձակվել են իրանց երկրի վրա։ Այլ հակառակը, իրանց հույսերը ամբողջ դրա հետ են կապում, որ այս վերջի պայքարն է, այս ոտքի են կանգնել, հեսա մահու կյանքի մահու կռիվը, հետ գնալու տեղ չունենք եւ այլ եւ այլ։ Եվ այն հանգամանքը, որ ասեն 32-36 հազար մարդ են սպանել, դա հենց այնպես չի եղել, այդ մարդիկ իրենց կյանքը դրել են այս գործի վրա, ով է ուզում հիմա բան անի, հա։ Լացի նրա համար, որ այնտեղ իրանյան նավ են խորտակել կամ թե չէ բան այնտեղ IRCG շենքը ռմբակոծել են եւ մի քանի գեներալ են սպանել ինչ որ ժողովի ժամանակ։ Իդեպ ասեմ, էլի ժողովի ժամանակ նորից հավաքվել էին, որտեղ ոչ մեկը ոչ մի էլեկտրոնային բանի չի վստահում, որ էլիք ինչ որ հարց ստրատեգիա որոշեն ինչ են կանելու ու խփեցին Իսրայելի ավիացիան այդ դրանց։ Խոսքով էլ նաև Ամերիկայում էլ ասում, որ մենք կարանք այս ձևը, այս ձևաչափը պատերազմ տանելու ինչքան պետքա շարունակենք, մինչև որ հասնենք մեր նպատակներին։ Այդ է ոնց որ ճիշտ կարծես ռուսական այդ ֆորմուլան էր, հա, որ ասում է ինչքան է Ուկրաինայում պատերազմը տանելու, ասում է այնքան ժամանակ, մինչև որ պրեզիդենտի կողմից նշանակված նպատակներին հասնենք։ Ճիշտ նույն բաները ասեցին, այնքան ժամանակ, ինչ որ Թրամփի դրած նպատակներին հասնենք, դա ինչ Աստված գիտի, բայց այն հանգամանքը, որ արդեն ասեց, որ կապիտուլյացիա պիտի լինի, դա պարզեցինք հանգարց որն է նպատակը, եւ որ ես եմ որոշելու ընդեղով անցնելու, դա էլ հասկացանք արդեն։ Դե պարզավոր դրանից հետո նավթն է գալի, դա չկրկնեմ նորից, բայց իրականում դա դրան է գալիս, ուրիշ բան չկա այնտեղ արդեն պարզ է։ Եվ պարզավոր պետքա մոլաները չլինեն, չի կարող մի ռեժիմ գա, որը ցմա բաներ է նշանակում, ոչ թե դիկտատուրա, այլ totalitarian ռեժիմ, այսինքն դու ինչքան պրեզիդենտ ունես այնտեղ Իրանում, թե վարչապետներ ունես, ով են, ինչ են, վերջի խոսքը ինչ որ ոչ մեկի ինչ որ մի 80-88 մոլլայի կողմից ընտրված մոլլան պիտի որոշի, նա կարա ասի քո քաղաքականությունը ինչ է, տնտեսական բանը ինչ է, եւ մեկ էլ իրանց IRCG-ն, հա, ասենց ասած։ Իրանք IRCG-ն Իրանում ոնց որ երկրորդ կառավարություն ունի։ Երկրորդ հասարակորն առաջինը իրանք են, հետո մյուս կառավարությունն է։ Այդ մնացած ասում է գլխացավերով ջուր չկա, դու պատասխանի, իսկ թե մենք ինչ արտաքին քաղաքականություն կանենք կամ ինչ ներքին օրենքներ կունենանք, հա, կամ ինչպես մեր շարիա օրենքը կրոնական ինչպես կմեկնաբանենք, դա մեզ վրա է մնում։ Իսկ դու նրա այդ մնացած հարցերը դրանով զբաղվի, այդ սիստեմն է իմ այնտեղ, եւ դա ինչքանով բան է։ Խոսքով այդ էլ տենց։ Չնայած ամբողջ նավատորմը փաստորեն Պարսիցովում խորտակեցին այնտեղ բաց է, ոչ մի տանկեր նավթ տատար, ասենք, նավթ չի գնում։ Եվ վախենում են պարզապես, որովհետեւ շատ թանկ հաճույք է այդ նավթ տանկեր կորցնելը, նույնիսկ հները, որ ժանգոտած տեսնեք վախենալու տեսք ունեն, 15-20 տարվա տանկերներ են, տանկերի համար դա շատ երկար տարիք է, որտեվ այդ նավթը մեջ այդ քիմիական բաները, որ ունի, սալֆր եւ այլն, որ դրանք շատ կորոսիվ են, այսինքն մեջից ուտում են, հա, չեմ ուզում ժանգոտել բառը գործածեմ, բայց բարձ է։ Եվ բայց դա թանկ հաճույք է, որ ներդրում է կատարել, չեմ ասած նավթի համար վճարել է եւ այլ, չի ուզում կորցնի։ Գինը բարձրացավ նավթի, ուրեմն եթե նախքան պատերազմը ինչ որ 62-3 դոլարի էր ծախվում բարել, հիմա 88 է։ Այսօր նայեցի հասել եւ ինչ որ քանի սենտ, որը իհարկե հսկայական աճ է, բայց դա նայեք, թվում է թե ահագին աճել է, չէ՞, 20 քանի դոլարով աճել է, 25-26 դոլարով աճել է, իսկ բենզինի վրա այդքան բենզինը բարձրացավ գինեմ Ամերիկայում, բայց այդքան չէ։ Երեք լցրեցի, ինչ որ 25-30 ցենտ էր ավելացել։ Մասամբ նրանից է երևի գալիս, որ նախ ասեմ, որ դերից միայն Իրանի նավթը չի որ գնում ադուրս, այլ ամբողջ արաբական ծոցի երկրներն են իրենց ուղարկում։
Բայց հիմնակ այդ մեծ գնորդը, ասենք Չինաստանը, հա, ասենց հսկայական նա մեծ պաշարներ ունի։ Այն Ժան ինքը Ռուսաստանից առել էր եւ այլն, ու հսկայական մոտ ասում են հեչիպես մի 6 ամսվա պաշար ունի։ Այնց չի որ ինքը լուրջ միանգամից շուրագալու ու շատ բարձր գներով սկսելու է հսկայական գնումներ կատարի եւ այլն։ Նախ մի քիչ այդ մոմենտը կա երևի եւ Ուծոր ասացի մյուսները ինչքան հնարավոր է իրենց արտադրությունը կմեծացնեն, որպեսզի այս բացը փագե, որտեղ տեղ շատ բան չի։ Ոչ մեկին Եվրոպային պետք չի, որ նավթի կրիզիս ստեղծել է, ոչ արաբներին է պետք է սպանը, ոչ նույնիսկ իրանց պարսիկներին է պետք է իրավիճակը։ Ամենայն դեպս, դա այդպես։ Վերջի ուրեմն նայեք Եվրոպայի դիրքը հանդեպ Միացյալ Նահանգներին եւ այս պատերազմի, որ մենք միայն պաշտպանական բան ենք վերցնելու, շատ կարևոր էր։ Իհարկե արաբները, որ առաջ փակել էին իրենց օդային տարածքը ամերիկյան սկզբում, հիմա բացել են, այդ խնդիրը այլևս, որ մեր բազաներից չեք կարող թռնել բան եւ այլն, այդ էլ խնդիր չի այլևս, եւ փաստորեն դա են Եվրոպայի բացերը մի քիչ ռացնում է Եվրոպային, բայց բոլորը նույնիսկ եվրոպացիները ուրեմն դեմ են խոսում, որ Պարսկաստանը խփում է արաբական երկրներին կամ այնտեղ մյուս երկրներին լինի դա դեպի Եվրոպա, դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան եւ այլն, հա։ Այս ընդհանուր քաղաքական վիճակի մասին նորից ամփոփելու համար։ Այսօրվա ամենակարևոր բաները նախքան վերջացնելս նորից ասեմ, շահի ուրեմն հայտարարություններ transitional, այսինքն անցումային կառավարություն ենք ստեղծում, որ արդեն այնտեղ կուսակցություն կա կոնսերվատիվ կուսակցությունը Իրանի եւ դիմել է, որ արդեն արաբական երկրներին ճանաչեք մեզ։ Հիմա նա դեռ չի դիմում Ամերիկային ճանաչիր մեզ, երևի տաննային Եվրոպային, բայց գոնե այդ քայլը շատ կարևոր էր եւ վստահեցնելով, որ մենք չվախենանք, ձեզ վատ չի լինելու, մենք որ գանք վատ չի լինելու։ Այս չասեցի սկզբում, բայց հիմա ավելացնեմ, նաեւ ինքը շատ կարևոր բան ասեց, շահ ասեց, որ մենք նախկին սխալները չենք կրկնելու, ինչպես օրինակ Իրաքում, որ Ամերիկան դի բահաթիսին, կուսակցությունը, չէ, ով որ կուսակցական էր եղել, ով որ բանի Սադամ Հուսեյնի կառավարության մեջ գործեր ունեցել, բոլորին գործից հանեցին, բոլորին ոնց ասում են հեռացրեցին հնարավորությունից նոր կառավարության մեջ դեր ունենալու, աշխատելու։ Ասեց, այտենց չի լինելու։ Դուք ինչքանով որ հնարավոր է պետական աշխատողներին, շինովնիկներին, ասենց ասենք, հա, այս կառավարության մեջ տեղ ենք տալու, պահելու ենք ձեզ։ Չկարծեք վաղը դուք անգործ եք մնալու, ընտանիքին կերակրելու, խնդիր եք ունենալու եւ այլ եւ այլ։ Սա շատ կարեւոր դետալ էր իր ասացի, ոնց մոռացա սկզբում ասել, չգիտեմ, բայց իր ասացի մեջ Փաստորեն ինքը արաբներին ասեց բարեկամ եմ լինելու ցեզ ոչ մեկը չվախենա ձեզ վատ բան չի լինելու, ինչքան էլ երկիրը հարստանա, ուժեղանա եւ այլն, բարձրաբար մրցակցություն ստեղծվելու է։ Բայց ամենայն դեպս եւ երկրորդը որ իր ներքին ռեժիմի մարդկանց, եթե դու չեք խոսում IRCG մարդասպան չես, այդ որ նախկինում ասել են նրանց բոլորին պատասխանատվության են ենթարկելու։ Դուք ձեր գործերը չեք կորցնելու եւ չեք սոված մնալու, այսպես ասած, հա։ Հակառակը դուք գիտեք ոնց եք ղեկավարում, գիտեք ոնց եք խնդիրները լուծում եւ այլն։ Հիմարություն կարելի է ենթադրել, որ ինքը կարա Վաշինգտոնից հանգարց գա, ինչ որ սպյուրքից հետը բերի մի 5 հոգի, որոնք հանգարց պետք է բոլոր հարցերը լուծեն երկրի։ Շատ ճիշտ բան ասեց, շատ կարեւոր բան ասեց։ Եվ նորից Տրամպի արդերես որոշումը, որ նախապայմաններ չեմ ուզում, ելի խոսալու բան չկա, հանձնվեք, ասեք եկեք, հա վերցեք ինչ ուզում եք, ես էլ կորոշեմ այնտեղ ով անինելու։ Հիմա Շահն ասում է, ես գալու եմ եւ
ընտրություններ ենք անելու եւ ընդհանրապես քվեարկելու եք թե ինչ տեսակի կառավարություն եք ուզում լինի, իսկ Տրամպն ասում է ես որոշեմ, մի քիչ ստեղ չի բռնում, չէ իրար հետ եւ զավեշտական է ճես դուրս գալիս, բայց Տրամպը Տրամպն է, դա պիտի ասեր իհարկե եւ իր մտքի մեջ ես հասկանում եմ թե ինչ էր մտածում։ Մի բան ասեմ, շատ լավ սա տարբերակ է, որ երկու բան, որ ինչ խոսաս այս մոլաների հետ այլևս, այսքան տարի խոսալուց հետո։ Իրանք ինչքան էլ հիմա այս րոպեին, որ վեր կանան ասեն, էլ ինչ խոսանք ամերիկացիների հետ երկու անգամ եկանք պայմանավորվեցինք ինչ որ մի բանի եւ իրանք երկու անգամն էլ խախտեցին, որը ճիշտ է, այդ մեկը ճիշտ է։ Բայց երկու անգամ նրանք խախտեցին, բայց դուք եք խախտել։ Դուք եք շարունակել միջուկային ձեր ծրագրերը, այնպես չի որ նրանք խելոք նստել էին, հա։ Իրանք կարակ է ասում են, որ շանս չտվեցին, շանս չտվեցով Տրամպին համար, այո, ինքը հենց եկավ միանգամից խախտեց։ Միջև իրանք շարունակում էին այդ իրանց սարերի տակ այդ խնդիրները կար, իհարկե շարունակում էին։ Խոսքով լավ չէ, ոչ են լավ ոչ են, պարզա որ ես ասենց ասեմ, Իրանի ժողովրդի կողմից են, որոնք ազատագրվել են ուզում, վերջապես չեն ուզում ծեծվեն, սպանվեն, որովհետև ինչ որ գլխաշորը սխալ են կապել եւ այլն, այսինքն մարդիկ, որոնք նստած են եւ ցակ հայրենասիրություն են անում արտասահմանից, վախ են անում Իրանի համար, հիշեմ, որ իրանք որտեղից են այդ վախ անում, իրանք Իրանում չեն նստած այս րոպեին եւ այդ իրանց չեն բռնում, ծեծում, սպանում եւ այլն, հա։ Իսկ ներսում եղած մարդիկ ուզում են ազատվեն այս բոլորից, սա պետք է հիշել։ Համենայնդեպս, այսօր էսքանը Vivi Talks, Վարդան Վարդանյան, ինչ էր այսօր, մարտի 6-ը եւ խնդրեմ լայքերը դրեք, բաժանորդագրվեք։ Մինչև հաջորդ։